Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն։ Բարևիմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Medinform-ի շրջանակում այսօր մենք կզրուցենք անպտղության ժամանակ կատարվող քայլերի մասին։ Բոլոր այն զույգերը, ովքեր ունեն անպտղության խնդիր, բնականաբար, երբ զբաղվում են այս հարցով, չգիտեն թե ինչ է իրենց սպասվում։ Հիմա ես այստեղ եմ բժշկու հետ պարզելու Fertility Center of Armenia բժշկական կենտրոնում, պարզենք թե ինչ քայլեր է անհրաժեշտ, որ զույգը անցնի եւ առհասարակ նրանցից որքան համբերատարություն է պահանջվում։ Եվ այս առումով ես զրուցելու եմ Fertility Center of Armenia-ի ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք։ Ես էլ եմ շնորհակալ։ Եվ այսպես անպտղության վերացման ուղղված քայլեր։ Առաջին քայլը, երբ զույգը դիմում է ձեզ, դա արդեն իսկ կարող ենք այո նշել, որ մի կարևոր քայլ նրանք կատարեցին։ Այսինքն վստահությունը արդեն գործի կեսն է, ասես։ Երբ դիմում են ձեզ, խնդրեմ սկսենք այս պահից, ինչպես է սկսվում այս զույգի հետ աշխատանքը։ Առաջնային, երբ զույգը դիմում է մեզ, մենք անպայման հետազոտում ենք, որոշակի կլինիկալ լաբորատոր հետազոտություններ ենք անում ու անպայման առաջարկում ենք, եթե զույգի տարիքը համապատասխանում է, կրիտերիաներին ընդգրկվել պետպատվերի խմբի մեջ։ Մինչև որ տարիքը կարող եք ընդգրկել։ Առաջնային անպտղությունը հիմա ֆինանսավորվում է պետպատվերը մինչև 40+11 ամսեկան, այստեղ առաջնային անպտղությունը, այսինքն անզավակություն կարող է հղիացել, բայց զավակ չունի, եւ եթե երկրորդն անպտղությունը 36+11 ամսեկան, այսինքն մինչև 37 տարեկանը կարող են ընդգրկվել զույգերը, կնոջ տարիքն է հաշվի առնվում։ Ինչպես նաեւ միայնակ կանայք ընդգրկվում են այս խումբը, մինչև 42 տարեկան ներարգանդային սերմնավորման։ Դա ծրագրում նոր կետ է, չէ՞։ Նոր կետ է, բավականին նոր կետ է, արդեն կա նաեւ կետ, եթե այդ անարդյունավետ է, կարող են դիմել նաեւ ԱՄԲ-ի միայնակ կանայք։ Այո։ Եվ դուք ռեպրոդուկտոլոգներդ խրախուսում եք այս առումով միայնակ կնոջ ունենալ բալիկ։ Միանշանակ դա շատ համարձակ քայլ է ու նման կանանց հետ մենք այն սկզբից միջև վերջ անպայման հետևում ենք, հա, տեսնենք ինչպիսի էմոցիաներ ա կինը զգում բալիկ ամբողջ ընթացքում, որպես ինքը մենակ իրան չզգա։ Հրաշալի է։ Եվ նշենք այն քայլերի հաջորդականությունը, որոնք կատարվում են ձեր վերահսկողության կամ ձեր հետ տարվող փուլերի ընթացքում։ Ինչ է անհրաժեշտ առաջինը անել զույգին, խնդրեմ։ Ամենակարևոր հարցերից մեկն է, որտեղ կա թույլ կարծիք, որ պտղաբերության կենտրոն դիմում է մենակ էկոյի ԱՄԲ-ի համար։ Բայց զույգը երբ որ դիմում է, հանձնվում է ամենաառաջինը հակամյուլերային հորմոն, որպեսզի իմացվի պաշարը կնոջ եւ հանձնվում է սերմը։ Դրանից հետո որոշվում է նման սերմի եւ այսպիսի հակամյուլերային հորմոնի տվյալներում ինչ հնարավորություններ ունի զույգը, սկսած ուղղակի հետևելուց, որոշակի կորեկցիա անելուց հորմոնալ եւ ինֆեկցիոն ստատուսի վերաբերյալ ստիմուլյացիայի համար, ասենք եթե ունի ձվարանային պոլիկիստոզ համախտանիշ, ասենք սերմնավորման տարբերակից օգտվելու եւ ամենավերջի կետը դա ԱՄԲ-ից օգտվելու համար։ Կան զույգեր, որոնք ունեն միանշանակ ցուցումներ, ասենք ԱՄԲ-ի։ Դա փողերի ԱՄԲ-ն ինչպես է բացվում այդ արտամարմնային բեղմնավորում։ Ժողովրդական տարածված է որպես էկո։ Այո, ռուսական տարբերակը ավելի, չգիտես ինչ, կիրառելի է, այո։ Ահա։ Եթե կինը չունի, ասենք, արգանդափողեր, ինչ-ինչ պատճառներով խնացա, ուրեմն նման զույգը արդեն գիտի, որ դիմելու է մենակ արտամարմնային բեղմնավորման եւ այդ տղամարդկանց ծանր աստենոզոոսպերմիաներ էլի կան որոշակի տարբերակներ, որը նման տարբերակը մենակ էկոյով կարա հղիանա։ Մնացած բոլոր տարբերակները մենք քննարկում ենք։ Եթե դա բացարձակ ցուցում չի, ինչ պետք է անի զույգը, որպեսզի մայրանա կամ հայրանա։
Այ նշեցիք հակամյուլերային հորմոնը առաջինն է, որ ստուգում եք։ Եթե կինը բավականին վերարտադրողական տարիքում է, երիտասարդ է, սակայն այդ հորմոնը ասես սպառվել է, հնարավոր է սպառված վիճակում որևէ կերպ գտնել։ Աստծո գործերը անքննելի են։ Մենք ունենք տարբերակներ, որ 0.002-ով կան։ Այդպիսի կազուիստիկ դեպքեր կան։ Իհարկե դրանք 1000-ից 10000-ից 1 հոգի են։ Մենք չենք բացառում այս դեպքերը, բայց քանի որ մենք ռեպրոդուկտոլոգներ ենք ու տեսնում ենք ինչպես է աշխարհը ազդում հետագա կնոջ կյանքի վրա, որովհետև կինը որը որ տրամադրված է բալիկ ունենա, բարձա որ նա ուզենալու է բալիկ ունենա ու անպայման այդպիսի կանանց ովքեր որ ունեն փոքր ձվարանային պաշար հատկապես ջայլ տարիքում մենք խնդրում ենք որ մի քիչ հապաղի։ Ահա։ Շատերը երևի թե չգիտեն էլ այո այդ մասին աղջիկներ ովքեր ամուսնացած չեն, սակայն չգիտեն թե ինչու է այդ ուշ ամուսնանալու տարիքը այդքան վատ իրենց համար։ Այս առումով որևէ աշխատանք տանում եք թեկուզ դպրոցներում, ինստիտուտներում տեղեկացնելու աղջիկներին։ Առաջներում տարվում էր, հիմա ճիշտն ասած չգիտեմ, բայց մեր Fertility սայթը անընդհատ հորդորում է, հակամյուլերային հորմոնի մասին բոլոր բժիշկներից անդրադառնում ենք ու անպայման, եթե դու ուզում ես իհարկե կարող է նման կինը ունենալ դոնորական ձվաբջիջով բալիկ, դա չի բացառվում։ Այսօրվա բժշկությունը հասել է շատ մեծ բարձունքների, կարող է մայրանալ տարբեր տեսակի, տարբեր խնդիրներով զույգը։ Այո։ Բայց եթե դու ուզում ես ունենալ քո բալիկը, պետք է մի քիչ հապաղես, եթե քո անձիմիլերը ցածր թիվ է։ Չենք ասում անենք ԱՄԲ, բայց մի բան պետք է արվի։ Իսկ դա բուժման միջոցով հնարավոր է կարգավորել, ավելացնել։ Ցավոք սրտի հակամյուլերային հորմոնն որևէ կերպ բարձրացնել դժվար է։ Այո, շատ լավ բժշկուհի հաջորդ քայլը ո՞րն է լինում զույգերի հետ աշխատելիս։ Հա, զույգերը որոշեցինք ինչ ենք անելու, հետագայում հետազոտում ենք, ասենք եթե ունեցել է բորբոքային պրոցեսներ կան, որոշակի ինֆեկցիաներ, որոնք մեր համար վախենալու են, ասենք խլամիդիան, մենք անպայման ստուգում ենք արգանդափողերը միջ ստիմուլյացիա կամ ներարգանդային ստերմավորում կատարելը, որպեսզի ժամանակ չկորցնենք, որովհետև մեկ լինում է արել են տարբեր տեղեր արել են ներարգանդային ստերմավորում, բայց գալիս է զույգը առաջի հարցը հենց դնում ես, ասում ես փողերը ստուգված է, դե ինչու պետք է ինձ փողերի խնդիր լինի, զույգը չի պատկերացնում ինչ խնդիր կարող է եւ ինչից կարա բխի, որ բացատրում ես, իրանք մեծ հաճույքով գնում ստուգում են ու համոզվում են եւ առաջ են։ Ուղղակի յուրաքանչյուր վստահ է, որ այդ խնդիրը իրեն չի սպառնում, այո, ասես։ Դեք բոլորս էլ այդպեսին ենք, չէ՞։ Անպտղության դեպքերի քանի տոկոսն է ձեզ մոտ ստացել լուծում, որքան դեպքերն են, որ անելանելի են եղել։ Անպտղության տոկոսը մենք միջազգային տոկոսների մեջ մտնում ենք եւ լուծում տալիս ենք։ Տենց ասեմ կոնկրետ ինչ տոկոսն է, ինչ դեպք է եղել եւ ոնց է ստացել։ Անելանելիներից ասեմ, որ անելանելի չի լինում, որովհետեւ վերջի խոսքը Աստծուն է, իմ կարծիքով, իմ խորը համոզմունքն է, բացի դրանից եթե ճիշտ իատրոգեն սխալներ չանեն, զույգը այն գլխից դիմի ռեպրոդուկտոլոգին, երբ որ ինքը ունի խնդիր, այլ ոչ թե անցնի փուլեր, մի տարի չարչարված, ջղայնացած, հուսահատված գալիս հասնում են, բարձ այդեն զույգի հետ պետք է շատ մեծ աշխատանքներ տարվի, որի հարցը նմանապես Fertility-ն լուծելը մենք ունենք շատ հրաշալի հոգեբան, որ աշխատում է այդ պաթոլոգիկ դոմինանտայի հետ, որովհետև հավատացեք, որ դա շատ մեծ փսիխոսոմատիկ ազդեցությունը շատ մեծ է նման հարցում հաղթահարվում են անհնարի դեպքեր կարող են լինել վերջերս ունեցել ենք 9-րդ տեղադրումից մենք ստացել ենք չենք ուզում ասենք որտեղ են էլի արել ինչ են արել բայց 9-րդ տեղադրումից սա հրաշք է մարդը 12 տարի բալիկ չուներ ինքը 9-րդ փորձից հղիացել է դա էլ համբերություն է դա համբերություն է դա նպատակասլացություն է, դա դրվել է նպատակ, այդ նպատակը արվել է, բացի դրանից դա ճիշտ մոտեցում է նաև, գրագետ մոտեցում։ Այս շատ են դեպքեր եղել բժշկուհի, երբ զույգը բուժվել է այլ բժիշկների մոտ, չենք ուզում փնովել որևէ մեկին, բայց զուտ դեպքերի առումով տարածված նաև, այո, այսպիսի բաներ լսել են յուրաքանչյուրս էլ։ Սխալ բուժման, անհարկի բուժման, տարիներով չարչրկման տանել բերել այդ կնոջը, այդ տղամարդուն եւ այս պատճառով չբերությունը այդպես էլ չի բուժվել կամ անպտղությունը տարիների վեր շարունակվել է հենց այս բարձի սխալ ընթացքի համար։ Եղել է ձեզ
մոտ այդպիսի զույգ։ Շատ են եղել այդպիսի դեպքեր, ի ուրախության մեզ նշեմ, որ հիմա մասնագետներն երբ որ զույգը դիմում է, անպայման հակամիլերային հորմոնը ստուգում են, այդ ինֆորմացիան արդեն հասել է, հա, եւ եթե ինչ որ մի տերմինալ թիվը, անպայման իրանք ասում են, որ դիմեք ավելի նեղ մասնագետների, որովհետեւ էսի մեր գործը չի։ Այս էլ է շատ մեծ ձեռքբերում։ Այո, դրական տեղաշարժ։ Հա, որտեվ գինեկոլոգը գինեկոլոգին հիվանդ ուղարկելը դա մի քիչ զարմանալի է զույգի համար, բայց դա խոսում է գինեկոլոգի որակավորման եւ կարգի մասին, այսինքն այդ մարդը այնքան գիտի, որ հասկանում է, որ սա ավելի նեղ է։ Այս մի հարցով պետք է զբաղվի կոնկրետ մասնագետ։ Այո, շատ լավ, եւ ամենակարևոր քայլը ո՞րն է անպտղության հաղթահարման գործում։ Ամենակարևոր քայլը ըստ իս պետք է զույգը համոզված լինի, որ բալիկով պետք է դուրս գա ստեղից։ Հավատքը։ Եթե այդ հավատքը կա, անպայման այդ մեկը կստացվի։ Շատ քիչ դեպքերում է, եթե զույգը լավ տրամադրված է, լավ հրաշալի հարաբերություններ ունի իր բժշկի հետ, նա վատ տարբերակով դուրս գա։ Շատ ժամանակ, ասում եմ, պսիխոլոգի աշխատանքը, հոգեբանի աշխատանքը հենց դրա մեջ է կայանում, որ այդ կապը ստեղծվում է, այդ հավատը առաջանում։ Անայդ եւ այս ընթացքում երբ զույգը գտնվում է ձեր հսկողության տակ եւ պատրաստվում եք իրականացնել նրանց երազանքը, կան վնասակար սովորություններ կամ քայլեր, որոնք պետք է բացառել այդ ընթացքում։ Այո, առաջի այցի եւ ասեմ մի 3-4 այցի ժամանակ թե կինը թե տղամարդը վատ սովորությունները հերքում է, հատկապես կինը։ Ծխելը, այո։ Հա, ծխելը, կա թաքուն խմելը, տղամարդկանց մոտ կա նաև ուրիշ բաներ երևի թե օգտագործելը, բայց հետագայում իրանք ասում են, այս ինչ թերությունը ես ունեմ, ես անպայման կշտկեմ, այսինքն սա խոսում է նրա մասին, որ դու կարողացել ես հետները կապ հաստատել ու դառնալ իրանց համար մոտիկ մարդ, վստահելի մարդ։ Այո։ Եվ վերջում կխնդրեի ձեր խորհուրդ ուղղեք մեր զույգերին, որովհետև բոլոր նրանց, ովքեր դիմել են ձեզ, վստահաբար հենց վստահությունն է շնչելն է առաջինը բերել ձեզ մոտ, ինչպես նոր նշեցիք, հետևաբար ձեր խորհուրդը շատերի համար կարող է որոշիչ լինել։ Ես կհորդորեմ չհանձնվել։ Երբեք մի հանձնվեք ոչ մի հարցում ու հատկապես բալիկ ունենալու հարցում։ Բժշկությունը առաջ է գնում, այն ինչ որ մենք չենք կարողացել անենք 3 տարի առաջ, կարող ենք անել հիմա։ Մի հանձնվեք, գնացեք առաջ ու ամեն ինչ կստացվի։ Շնորհակալ եմ եւ այս լավատեսական նոտայով էլ ավարտենք մեր զրույցը։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար, դե ինչ բոլոր այն զույգերը, ովքեր մի քանի անգամ հաղթահարել են դժվար հոգեվիճակներ եւ ի վերջո որոշել են դիմել նեղ մասնագետի, եթե իհարկե չունեն բալիկ եւ այս առումով պատրաստվում են քայլեր ձեռնարկել, ես նշեմ, որ ինչպես նշեց բժշկուհին, բժշկությունը ամեն օր ամեն ժամ զարգանում է եւ անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է վստահել եւ ընտրել ճիշտ մասնագետ։ Անպտղության վերացման դեպքում կատարվող քայլերի մասին ես այսօր զրուցեցի Fertility Center of Armenia-ի ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ։ Այսքան այսօրվա համար, հետևեք մեր ինֆորմին եւ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները, իսկ մենք կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։